Պատվավոր հիպատոսի գրասենյակի վերաբացման հետ միասին կարծում եմ, որ Իսպանիայի ներկայացվածությունը եւ ճանաչելիությունը Հայաստանում ավելի կբարձրանա, հնարավորություն կստեղծենք, որպեսզի մարդիկ ավելի մոտիկից ծանոթանան Իսպանիայի մշակույթի հետ, իսկական իսպանական մշակույթի հետ, դա լինի թե ֆիլմերի միջոցով, խոհանոցի միջոցով կամ երաժշտության տարբեր փառատոների եւ իհարկե նաեւ մեր առաքելության մեջ շանսանում է նաեւ Իսպանիայի քաղաքացիների, իսպանացիների ցանկացած աջակցություն Հայաստանում, որ կարող է որևէ խնդիր ունենան, մենք այս բոլոր հարցերով աջակցում ենք քաղաքացիներին։ Մենք այստեղ ինչքան էլ կարող է անսովոր թվա, Հիպատոսանի ներսում փոքրիկ իսպանական ռեստորան ենք բացել, որտեղ ներկայացնում ենք իսպանցի խոհարի միջոցով ամբողջ իսպանական խոհանոցը, կազմակերպում ենք տարբեր միջոցառումներ, ունենք մեզ մոտ նույն թանգարանային նմուշներ տարբեր իսպանական ավանդական, որովհետեւ հայերը նույնիսկ ովքեր Իսպանիայում չեն եղել կամ եղել են շատ կարոտել են Իսպանիան, կարող են հենց Հիպատոսանի ներսում այդ ամեն ինչը զգալ, քանի որ ամենուր ինչում է իսպաներեն լեզուն, երաժշտությունը եւ մտորոշ ամբողջ իսպանական է, դա մեր փոքրիկ ոնց որ ասած ներդրումն է Իսպանիայի մշակույթը Հայաստանում ներկայացնելու համար։ Այստեղ հնարավորություն ունենք լեզու սովորել իսպաներեն։ Ինչպես է կազմակերպված։ Իսպանական կենտրոնը արդեն 22 տարվա պատմություն ունի, առավել 22 տարվա, որը միշտ ունեցել ենք իսպաների դասընթացներ, տարբեր միջոցառումներ եւ արդեն արդեն ավարտվում է Սերվանտեսի ինստիտուտի ակրեդիտացիայի գործընթացը եւ լինելու է հավատարմագրված կազմակերպություն տարածաշրջանում միակ, որ ստացել է այդ ինստիտուտո Սերվանտեսի հավատարմագիրը, դա որակի չափանիշ է եւ նաեւ հետագայում հնարավորություն կլինի իսպանական դելեի քննությունների անցկացումը մեզ մոտ, որը եւս մեկ այլ առաջ է իսպաներենի դասավանդման մակարդակի բարձրացման համար։ Իսկ կարող եք ակնկալել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար վիզա ստանալու օրինակ դեպի Իսպանիա կարող ավելի թեթևանա, թե Հիպատոսը մենակ Իսպանիայի քաղաքացիների համար աշխատելու։ Պատվորի պատասխանը հիմնականում հենց Իսպանիայի քաղաքացիների աջակցության հարցն է, բայց դիվանագետները հավաստիացնում են, որ վիզաների ազատականացում է սպասվում, հետեւաբար այդ հարցը ավելի գլոբալ լուծում կստանա, ոչ թե մեր միջոցով, այլ առհասարակ հայերը արդեն կարողանան ոչ միայն Իսպանիա, ամբողջ Եվրամիության երկրներ առանց վիզայի ճանապարհորդել։ Եվ վերջին հարցը կարող եք արդյոք ակնկալել, որ շուտով կբացվի Հայաստանում Իսպանիայի դեսպանատ։ Դեսպանության փոխարեն կա հիմա դեսպանության ներկայացուցչություն, որտեղ ունենք դիվանագիտական ներկայացուցիչ, կառույցը կատարում է դեսպանության ֆունկցիաներ, միակ ֆունկցիան չի կատարում, դա դեռ վիզաների հարցն է, որ միայն Մոսկվայի միջոցով է կատարվում, բայց արդեն ունենք եւ պատվավոր հիպատոսի եւ նաեւ դիվանագիտական դեսպանության ներկայացուցչություն ունենք, հետեւաբար արդեն բավականին երկու քայլ առաջ կարելի ասել գնում ենք դեպի հետագայում արդեն դեսպանություն ունենալու։